ողջույն աշխարհի ամենաջերմ եւ ամենաճաշակով հետևորդներին։ Այս գեղեցիկ տեսանյութում ձեզ կպատմեմ, թե ինչպես դիմավորեցինք ամանորը։ Իմ հետևորդներին քաջ հայտնի պատճառով այս տարի չնախապատրաստվեցի ամանորին այնպես, ինչպես մյուս բոլոր տարիներին։ Երբ մեկ ամիս առաջ զարդարում էի ողջ տունը, իմ YouTube-յան ալիքում տիրում էր նախատոնական փայլուն գունավոր նվերներով լի տրամադրություն, մեկը մյուսից էլ ավելի տոնական վլոգներ եւ այսպես շարունակ։ Սակայն ամանորի նախօրեին հետաքրքիր իրադարձություններ տեղի ունեցան ինձ հետ, որոնցով ցանկանում եմ կիսվել ձեզ հետ։ Այս կադրերը, որոնք տեսնում եք, արվել են ամանորի նախօրեին։ Զարդարում էի Վահանի փոքրիկ կտորե տոնածառը, որը մայրս էր նվիրել անցած տարի եւ որը ես եւ Վահանը շատ սիրում ենք, այն ոչ միայն տոնածառ է, այլ նաեւ հետաքրքիր ժամանցային խաղ։ Մինչ զբաղված էի այս գործով, իմ սիրելի գործընկերոջ կողմից ստացա հրավեր։ Ամանորյա նախատոնական միջոցառման։ Անկեղծ կխոստովանեմ, որ վերջին 2 ամսում մեկը մեկի ետևից հետաքրքիր եւ գեղեցիկ միջոցառման հրավերներ եմ մերժել, հատկապես նախատոնական բնույթ կրող, հասկանալի պատճառներով։ Որքան էլ որ ինձ իմ ընկերները, հետևորդները, ծանոթները հորդորում են մասնակցել նմանատիպ միջոցառումներին, հոգեպես ավելի թեթև լինելու համար, այնուամենայնիվ ինձ համար դժվար էր տրամադրվել, պատրաստվել, գեղեցիկ հագնվել եւ ուղևորվել այդ միջոցառումներին։ Սակայն այս միջոցառմանը տարեվերջյան հետաքրքիր միջոցառում էր, որի ընթացքում պետք է հավաքվեին իմ ընկերները, միմյանց շնորհավորեին, ցտեսություն ասեին 2025 թվականին եւ պատրաստվեին դիմավորելու 2026 թվականը։ Անդրանիկ նորդորեց օգտվել այն արդից, որ նա տանն է, կարող է մնալ երեխայի մոտ, իսկ ես կարողանամ 1-2 ժամ անցկացնել իմ ընկերների հետ, մի փոքր լիցքաթափվել, կտրվել առօրյայից եւ վերադառնալ տուն։ Շատ արագ ինձ կարգի բերեցի, գտա որևէ հարմարավետ հագուստ զգեստապահարանում, հագնվեցի, պատրաստվեցի ու վազեցի ընկերներիս մոտ։ Մինչև վերջին պահը, նույնիսկ երբ արդեն տաքսու մեջ նստած էի, միևնույն է կամուկածի մեջ էի, արդյոք արժե գնալ, թե չեմ կարողանալու լիարժեք ուրախանալ։ Բայց երբ արդեն հայտնվեցի այն միջավայրում, որտեղ տիրում էր տոնական տրամադրություն եւ ամենուրեք իմ ընկերներն էին, միանգամից գտա ինքս ինձ, տրամադրությունս բարձրացավ, մտքերս խաղաղվեցին եւ շատ արագ տիրեց նախատոնական տրամադրություն։ Այս վայրը նախատեսված է լատինամերիկյան պարեր սիրողների կամ պարել սովորել ցանկացողների համար։ Այստեղ հավաքվում են հիմնականում երեկոյան ժամերին, մենք եւս հավաքվել ենք երեկոյան 8-ին եւ պարում են մինչեւ ուշ գիշեր։ Պրոֆեսիոնալ լատինամերիկյան պարողները սովորեցնում են ցանկացած մարդու ամենաթեթև եւ հեշտ կրկնվող շարժումները, որոնք երաժշտության ռիթմի ներքո միանգամից քեզ առնում են իրենց թևերին եւ ընդամենը մի քանի ժամով կտրում իրականությունից ներսում տիրող մթնոլորտը, ընկերները, ծիծաղները, այսքան նվերներն ու հետաքրքիր տեսարանները միանգամից փոխեց իմ տրամադրությունը։ Իսկ այժմ թանկագիններս ընդամենը մի քանի րոպեով դիտեք եւ լսեք, թե ինչ էր կատարվում այնտեղ, փորձեք պատկերացնել, թե ինչպիսի տրամադրություն էր տիրում եւ նորից կվերադառնանք տուն, որպեսզի միասին դիմավորենք ամանորը։ Իսկ սա իմ ընկերներից մի քանիսի բարեմաղթանքն է իմ սիրելի հետևորդներին։ Առողջ, հաջողակ, երջանիկ եւ հարուստ տարի եմ մաղթում, ասում են հրեղենձիու տարին հենց այդպիսին էլ լինելու է։ Ես մաղթում եմ, որ 2026 թվականը լինի առողջության տարի, որովհետև երբ ես փոքր էի ու մեր տատիկ-պապիկներն էին մաղթում, որ գալիք տարի լինի առողջության տարի, մենք միշտ ծիծաղում էինք ու մտածում էինք, դե լավ, դե էս ինչ է, ուրիշ բարեմաղթանք չկա, բայց մեծացանք, որ հասկացանք, թե ինչքան կարևոր բան է մարդու համար առողջությունը։ Մաղթում եմ, որ գալիք տարի լինի առողջության ու կարևորը խաղաղության տարի, որովհետև խաղաղությունը ամենակարևոր բաներից է մեր օրերում։ Օրհնյալ անփորձանք տարի բոլորիս։ Ես մաղթում եմ լինի այնքան դրական էներգիա լի տարի, ոնց որ այսպես մենք ենք բոլորս։ Ճիշտ է։ Առողջ լինենք, անկորուստ լինենք հողով ու հարազատներով։ Գիտենք լատինո բարեր սովորենք, եթե գիտենք լատինո բարեր, բարենք։ Մի քիչ ուտենք, մի քիչ խմենք, բոլորի հետ ծանոթանանք ու սկսենք բարել։
մոտիվացնելու էլի զրկա։ Ուզում եք նվեր ստանաք, եկեք։ Պտույտ 1 2 3 4 5 6 Basic հիմա ձախ պտույտ 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 Anti 1 5 պտույտ 1 5 Patuit. Շնորհավորում եմ բոլորիդ գալիք ամանորը և սուրբ ծնունդը ու ցանկանում եմ, որ դուք ապրեք խաղաղ երկրում, միշտ երջանիկ լինեք, ժպտակ այսպես գեղեցիկ մնաք, ահա պապիկի պես ծերանալու ընթացքում և իհարկե եկեք ծափարեք, թող նախ մեր ծափերը տեղափոխվեն 2026 թվական և իհարկե պապիկը ուզում է ձեզ տեսնել հարուստ և հաջողակ։ Or, այսինչ գեղեցկու եմ տեսնում, հապարի պապիկի որ, պետետրիս, դուք լինեցիք ջուն սևուկը, այդպիսի անով որոշենք ես, և այսպես սիրելի թորնիկներ տրամադրությունը ինչպես է, հրաշալի, ես առաջարկում եմ ձեզ հետ երաշտական խաղ խաղալ, համաձայն եք, երաշտական խաղը մեզ թույլ կտա շարունակել խաղերը, և այսպես ուր է էլֆը, էլֆ, Գեղեցկացել, գոյումացել, սիրունացել, պապիկը միշտ իրանում եք հետ, այո, բայց ուր է մյուս էլֆը, ով ճաղատ է, ճաղատ։ Պապիկը այստեղ պետք է դինամիկ բերած լինի, կարող եք դուք ցույց տալ։ Այսպես ուշադրություն, փորձեք, որ ֆիլմից է սա։ Այդ այո դուք ճիշտ եք, հաջորդ սերիալը։ Այո։ Վերաշանի է, միավորը ձերն է գնացիք առաջ։ Սա։ Չութական։ Այո, դուք հասական երաշտությունից եք, ապարզի։ Անուշ օպերան։ Այո, անուշ օպերա, ես շացրիցի ասեի երեք միավոր, ստանում եք երեք միավոր։ Հրաշանի դարնում եք ինը ու ես դեսել եմ չէ։ Իմ ասեն նոր, ով է։ Անուշ օպերա։ Տիգրանյան։ Տիգրանյան, այո, մեզարանը վիրուսը։ Հիմա բլից մեկ Հիմա ցուկը տալիս եմ իրանց միջը Իմ ընկերները մինչև կես գիշեր մնացին, ուրախացան եւ ապարեցին, սակայն ես բոլորից մի փոքր շուտ դուրս եկա, տաքսին էլ միտումնավոր մեր տնից մի փոքր հեռու խնդրեցի, որ կանգնի, որպեսզի քայլեմ եւ վայելեմ ձմեռային այս խաղաղ գիշերը։ Դե ինչ թանկագիններս, վլոգը շարունակում ենք դեկտեմբերի 31-ի առավոտյան։ Վերադարձել եմ տուն ինչպես միշտ նվերներով եւ ցանկանում եմ կիսվել ձեզ հետ։ Երբ բացեցի այս նվերը եւ ներսում տեսա ակնոցների տուփ, միանգամից հասկացա, որ նվիրելու եմ մայրիկիս, քանի որ այնտեղ ամբողջական հավաքածու է, իր մեջ ներառում է գրիչների տուփ, իսկ մայրս մանկավարժը եւ դա իրեն անհրաժեշտ է, փոքրիկ կոսմետիկ պայուսակ, որտեղ կարող է իր առաջին անհրաժեշտության կոսմետիկան պահել, եւ մանրադրամների համար նախատեսված դրամապանը։ Այն դեպ պատկանում է հայկական Սարմակյան Accessories ընկերությանը։ Հաջորդ նվերը գարուն դեկոր, նկարների եւ գեղեցիկ դեկորների Instagram-յան էջի կողմից է եւ մի շարք այլ նվեր քարտեր։ Ուշադրություն, սա իմ ամանորյա նվերն է։ Կարող է արդյոք ավելի լավ նվեր լինել ինձ համար,
երբ դեկտեմբերի 31-ին, երբ ողջ աշխարհը թոհուբոհի մեջ է, չեն հասցնում պատրաստել իրենց տեսակ աղցանները, ուտելիքները, կանայք ուժասպառ մի կողմի վրա են ընկած, տղամարդիկ անդադար վազում են խանութ եւ ետ են գալիս, իսկ ես տանը իմ ընտանիքի անդամների հետ նստած չեմ անում գրեթե ոչ մի գործ եւ վայելում եմ իմ ամենասիրելի ուտելիքներից մեկը։ Դե քանի որ ես իմ հասուն գիտակցմամբ եւ որոշմամբ վաղուց հրաժարվել եմ ամանորյա մրցավազքից, չեմ պատրաստում տոննաներով ուտելիքներ եւ այնպիսի ուտելիքներ, որոնք զուտ սեղանի շքեղությունը ապահովելու համար են, փոխարենը պատրաստում եմ միայն այն, ինչ մենք սիրում ենք եւ ուտում ենք, ինչի արդյունքում ամանորյա նախատոնական եւ հանգստյան օրերին մենք բարի ուղիղ իմաստով իսկապես հանգստանում ենք, վայելում ենք մեկս մյուսի ներկայությունը, ֆիլմեր ենք դիտում, հաճելի հաղորդումներ ենք նայում, խաղում ենք երեխայի հետ, նոր մտահղացումներ ենք ունենում, հետաքրքիր հիշողություններ ենք ապրում եւ այսպես շարունակ։ Արդեն շատ վաղուց ինքս իմ ցանկությամբ եւ իմ հասուն որոշմամբ եկել եմ այն գիտակցման, որ ամանորը ուժասպառ լինելու հաշվին այլոց զարմացնելու մասին չէ։ Այն ընդամենը մեկ հաճելի օր է, որտեղ մենք ճանապարհում ենք հին տարին եւ դիմավորում ենք նոր տարին։ Պարզապես երկիր մոլորակը իր հերթական պտույտն է ավարտել արևի շուրջ։ Իմ նախատոնական պատրաստություններն այս վլոգի մեջ չեմ ներառել, որպեսզի ձեզ չձանձրացնեմ ամեն տարի նույն կրկնվող կադրերով։ Սակայն նշեմ, որ ես պատրաստել եմ այս տարի ընդամենը կիևյան կոտլետներ, նրբաբլիթներ, որոնք անմահական համեղ էին ստացվել, ընդամենը մեկ տեսակի աղցան, մանր-մունր համեղություններ։ Իսկ ահա դեկտեմբերի 31-ի երեկոյան փոքրիկ սեղանի վրա բացում ենք հաճելի սուրճի սեղան, այն ինչն այդ պահին մեզ հաճելի է։ Խմորեղեններ վերջին մի քանի տարում ընդհանրապես չեմ թխում կամ թխելուց թխում եմ ընդամենը մեկ տեսակ։ Այս տարի, ինչպես նախորդ մի քանի տարիները, գնել ենք, կտրատում եմ մրգերը, մի քանի դեսերտային համեղություններ, սուրճ, շոմպայն եւ վերջ։ Վայելում ենք մեր ամանորյա գիշերը։ Եկավ իմ ամենասիրելի պահը, երբ ձմեռ պապիկը բերել է Վահանի նվերը։ Այո, իմ ամենասիրելի, քանի որ դա իմ մանկության ամենասպասված եւ գեղեցիկ պահն է եղել, ու ես ուզում եմ նույնը ապրի իմ երեխան։ Իդեպ ինչպես տեսակ, ինչպես եւ ես հետևորդներիս խոստացել էի, Վահանի համար տոնածառ դրել ենք։ Թանկագիններս, ես Վահանին տոնածառից չեմ զրկել։ Այս հավաքածուն
Ճիշտ է, վարդագույնի համար մի փոքր նեղվել է, ես չէի ցանկանա, որ վարդագույն լիներ, բայց այստեղ էականն այն է, որ խաղը լինի ձեռքերը աշխատեցնելու հետ կապված ինչ-որ մի բան։ Մասնագետի խորհրդով Անդրանիկը փնտրեց եւ գտավ այնպիսի խաղ, որի մեջ ներառվի կավ կամ սլայմ կամ այդպիսի ինչ-որ մի բան, որպեսզի Վահանը անընդհատ ձեռքերով խաղա։ Եվ փնտրտուքների արդյունքում գտել է այս խոհանոցային հավաքածուն, որտեղ այո, ներառվում է կավ եւ այս բոլոր գործիքներն աշխատեցնելու համար Վահանը պետք է օգտագործի իր բոլոր մատերը։ Իմ ծնողների շնորհիվ ես ունեցել եմ շատ վառ մանկություն, նվերներով լի, սիրով ու ապահովության զգացումով եւ շատ ուրախ եմ, որ այդ նույնը կարողանում ենք ես եւ Անդրանիկը փոխանցել Վահանին։ Ահա թանկագիններս, ընդամենը մի քանի վայրկյանից 2025 թվականը կդառնա անցյալ։ Ամփոփելով արդեն անցյալ դարձած տարին, պետք է նշեմ 2025 թվականի պես տարի իմ ողջ գիտակցական կյանքի ընթացքում ես չեմ ունեցել։ Տարին հենց ի սկզբանե սկսվեց շատ բուռն մեկը մեկին հաջորդող միջոցառումների հրավերներ։ Ձեռք բերեցի լիքը նոր եւ ամենակարևորը արժեքավոր ընկերներ։ Հասկացա իմ արժեքը եւ այն մարդկանց արժեքը, ովքեր իմ դժվարության պահին ինձանից առաջ իմ կողքին կանգնած են եւ ի վիճակի են ուրախանալ ու ինձ հետ կիսել իմ ուրախությունը։ Ծնողներիս եւ ինձ համար իսկապես անհանգստացող մարդկանց շնորհիվ ես այս տարի կարողացա վերագտնել ինքս ինձ։ Այս տարին ուղեկցվեց ինձ համար շատ բուռն, լի, գունավոր պահերով եւ անսահման էմոցիաներով, սակայն ավաղ տարեվերջին շատ մեծ եւ անդառնալի կորուստ ունեցա։ Կորցրեցի թանկ մարդու, որի բացը ես իմ ողջ կյանքում զգալու եմ։ Հետևաբար ամբողջ գեղեցիկ պահերի համար շնորհակալություն եմ հայտնում, ցավոտ պահերի համար դեռ հարցեր եմ տալիս ինքս ինձ ինչի համար եւ ինչպես եւ ճանապարհում եմ 2025 թվականը։ Թանկագիններս, եկող տարում ցանկանում եմ այն բոլոր հաջողությունները, որոնք ունեցաք այս տարում, թող քառապատկվեն, հնգապատկվեն, իսկ կորուստներն այլևս թող երբեք չկրկնվեն։ Շնորհավորում եմ ձեր նոր տարին, եղեք առողջ եւ երջանիկ, կհանդիպենք շատ շուտով հերթական առօրյա վլոգով։